Հունիս ամսի 30-ն է, մենք դեռևս ունենք խնդիրներ եւ ես կուզենայի հասկանալ այս օբյեկտիվ դժգոհությունները, որոնք որ քաղաքացիներ ունեն հարթակի վերաբերյալ, ինչու մինչ այս պահը դեռ լուծումներ չեն ստացել, կխնդրեմ մի փոքր դուք խոսեք սրա մասին։ Շատ լավ, հարգելի պարոն քաղաքապետ, Քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների Ուրբանի Գովեեմ հարթակը սույն թվականի հունվարի 1-ից դարձել է պարտադիր եւ միակը կառուցապատման թույլտվությունների տրամադրման վարչարարության իրականացման համար, սակայն նախապես Երևան համայնքում չի գործարկվել եւ խնդիրները իհայտ են եկել եւ գալիս վարչարություն իրականացնելիս եւ խիստ անհարմարություններ են առաջացնում ինչպես կառուցապատողների, նախագծողների, այնպես էլ պետական եւ համայնքային մարմինների ծառայություններում։ Շուրջ 6 ամիս վարչարության իրականացմանը զուգահեռ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները իրենց մարդկային ռեսուրսները եւ ժամանակը ներգրավել են համակարգը վարչարարության արդի պահանջներին համապատասխանեցնելուն, բայց առայսօր առկա են էական անկատարություններ, որոնք խոչընդոտում են պատշաճ որակով եւ ժամկետներում լուծելու աշխատակազմի առջեւ դրված խնդիրները։ Վերջին ամիսների ընթացքում քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից գրեթե ամենօրյա ռեժիմով վեր են հանվել բազմաթիվ տեխնիկական եւ կառուցվածքային խնդիրներ, որոնց մի մասը տեղային լուծումներ ստացել են, սակայն որոշ հարցեր դեռ ոչ, եւ ընթացքում իհայտ են գալիս նաեւ նորերը։ Մասնավորապես առայսօր 3-րդ եւ 4-րդ ռիսկանության աշճանի օբյեկտների իրականացման նպատակով շինարարության թույլտվության տրամադրման եւ նախագծային փաստաթղթերի համաձայնեցման դիմնային գործերին ներգրաված չէ քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որը հանդիսանում է նախագծային փաստաթղթերի միջանկյալ համաձայնեցնող գերատեսչություն։ Վերջինիս կողմից նախագծային փաստաթղթերի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համապատասխանությանը հավաստող գրության մեջ նշվում է, որ այն վավեր է դրոշմակնիքի առկայության պարագայում։ Նման պայմաններում դիմողը ստիպված լուսապատճել է ամբողջ նախագծային փաթեթը եւ քաղաքապետարան համաձայնեցման է ներկայացնում այն, ինչը էականորեն ավելացնում է էլեկտրոնային նյութի ծավալը եւ արդյունքում նախագծերի համեմատաբար փոքր մակնիշավորումները դառնում են անընթեռնելի։ Առկա են դեպքեր, երբ համայնքի ղեկավարի կողմից ստորագրված նախագիծը տեխնիկական պատճառներով ուղղակիորեն հնարավոր չի լինում ներբեռնել համակարգ։ Որոշ խոշոր քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար համաձայնեցված նախագծերի հիման վրա հնարավոր չի լինում իրականացնել պետական գրանցում, քանի որ որոշ գերատեսչություններում համաձայնեցված նախագծերը ուղղակիորեն չեն երևում։ Նախագծերի պարզ փորձաքննության էլեկտրոնային վավերացումները հաճախ առկա չեն կցված փաստաթղթերում։ Մատակարար կազմակերպությունների կողմից ելակետային տվյալների տրամադրման համար սահմանված ժամկետները անընդհատ խախտվում են։ Ժամկետի ավարտից հետո համապատասխան հարցման դիրքորոշումը դրական համարելու հարցը դեռևս բաց է մնում։ Առկա են համընդհանուր դժգոհություն համակարգի աշխատանքի նախագծողների եւ կառուցապատողների կողմից դիմումների եւ կից փաստաթղթերի ներբեռնման կամ առհասարակ ներբեռնման անհնարինության վերաբերյալ։ Իհայտ են եկել խնդիրներ նաև տեղական турքերի եւ վճարների հաշվարկների գործընթացում եւ այլն։ Հարգելի պարոն քաղաքապետ, հարթակի տեխնիկական եւ կառուցվածքային խնդիրները էականորեն ազդում են վարչարարության պատշաճ որակի եւ ժամանակին իրականացման վրա, ինչը առաջացնում է խոչընդոտներ եւ անհարմարություններ կառուցապատման ոլորտի գրեթե բոլոր սուբյեկտների մոտ։ Ուստի վերհանված հարցերին ամենասեղմ ժամկետներում լուծում չգտնելու պարագայում առաջարկում ենք ձեր հանձնարարականը քաղաքաշինության կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների հետ քննարկել տվյալ հարթակի մինչ անկատարությունների վերացումը դիտարկել թեկուզ եւ ժամանակավոր կասեցման հնարավորությունը։ Շնորհակալ եմ պարոն Վարդազարյան, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ խոսել այս process-ի մասին եւ այնց բաց խոսենք, էլի ինչա տեղի ունեցել։ Մեր գործընկերները օրենքում փոփոխություն են կատարել, որտեղ որ ֆիքսվել է, որ այս տեսակ ծառայությունները պետք է իրականացվեն կոնկրետ էլեկտրոնային հարթակի միջոցով, այս տարվա հունվարի 1-ից սկսած։ Եվ դեռևս նախորդ տարի, երբ որ այս քննարկումները գնում էին մեզ մոտ եւ այս հարթակը մեզ ներկայացվում էր, մենք ասում ենք Ժորժ ջան, Երևանի քաղաքապետարանը երևի թե այս ոլորտում հնարավոր բոլոր ամենաբարդ դեպքերը մեզ մոտ կան, այսինքն այս ընդհանուր բանով, տրամաբանությամբ եւ ինչ որ ընդհանուր տենց, չգիտեմ, ֆիքսված տեխնիկական առաջադրանքով կարող է չստացվի, որովհետեւ մենք ունենք բազմաթիվ եւ բազմաբույլ դեպքեր։ Եվ հիմա կրկնեմ, հունիս ամսվա վերջն է, այս հարթակը գործարկված է արդեն
փաստորեն 6-րդ ամիսը եւ մենք օրենքով պարտադրված ենք այս հարթակով աշխատել, մինչ այս պահը մենք բազմաթիվ խնդիրներ ունենք։ Եվ առհասարակ էլեկտրոնային հարթակների ձևավորումը շատ կարևոր է, որ իրականացվի պրոցեսուալ տեսանկյունից որոշակի փուլայնությամբ, այսինքն չի կարող պատահի, որ մեկ օրվա ընթացքում, այսինքն ամբողջապես դու տարվա սկզբից անցնում ես մի հարթակի, որը նախկինում չես օգտագործել։ Այսինքն ինքը միշտ ինչ-որ տեստավորման փուլեր ա լինում։ Այդ նույնը կլիներ, հարգելի գործընկերներ, որ մենք ես հարթակը այսօր հայտարարենք, որ ունենք, ու վերջ մեր բոլոր մեկ պատուհանները փակենք, ասենք, որ մենակ ես հարթակից պետք է օգտվենք։ Ես վստահեցնում եմ, որ տենց էլի երկար այս process-ներով կանցնենք։ Հիմա մեր գործընկերների հետ պետք է խոսալ, հասկանալ, ինչն է, ֆինանսն է, ծրագրավորողներն են, խնդիրը որտեղ է, որ 6 ամիս, ինչ որ կոնկրետ բաներ կա, անընդհատ մենք այս շրջապտույտի մեջ ենք։ Ինչ որ բաներ տենց լուծվում է, հետո էլի չի լուծվում, հետո էլի լուծվում է, հետո հիմա այս ով է այս process-ների պատասխանատուն։ Հազարավոր քաղաքացիներ դժգոհ են մեզանից։ Մենք այդ օրենքը չենք փոխել, մենք այդ process-ը չենք կազմակերպել։ 6 ամիս անցել է, Ժողովուրդ ջան։ 6 ամիս անցել է։ Եվ այո, պարոն Վարդազարյան, եթե շարունակի համակարգը այս ձևով աշխատել, համակարգը աշխատացնելու անհնարինության բերումով մենք ստիպված պետք է լինենք հրաժարվել համակարգից։ Սա հայտնում եմ իլուր աշխարհի։ Եվ ցավով եմ հայտնում, որովհետև համակարգը շատ դրական կողմեր ունի։ Անցնենք հանձնարարական